Ցանցային շուկաներում հայտնվել է զեղչ սննդամթերքի զամբյուղ, ինչպես հայտնում են Մանրածախ առևտրի ասոցիացիայի, նախաձեռնությանը արդեն միացել են Նիկորայի, Լիբրեի, Կարֆուրի, Գուդվիլի, Ագրոհաբի, Զղապարի և Ունիվերսամի ցանցային շուկաները։ Զամբյուղը ներառում է 10-15 տեսակի ապրանք և շուկաները իրենք են որոշում, թե որ զեղչային գնով առաջարկեն սպառողին որոշակի ապրանք։ Ապրանքների ցուցակը արդեն հայտնի է։ Գյուղական աշխարհի հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվել է 44 անձ, մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից ոմանք գտնվում են քրեակատարողական հիմնարկում, որոնց էլ մեղադրանք է առաջադրվել հեռակակարգով, այդ թվում արտասահմանում գտնվող երկու այսպես կոչված օրենքով գողերի։ Հետաքննությամբ պարզվել է, որ ձերբակալվածները կապված են եղել քրեական աշխարհի ներկայացուցիչների, այդ թվում այսպես կոչված օրենքով գողերի Լևան Մարգիայի և Նոդար Շուկակիձեի հետ։ Երկու համայնքներում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է 3 քաղաքացի, նրանց թվում են համայնքի ղեկավարի 2 ներկայացուցիչ։ Առաջին դեպքում կոռուպցիոն հանցագործություն է բացահայտվել Ադիգենիում, որտեղ Զաննավի վարչական միավորի քաղաքապետի ներկայացուցիչը ձերբակալվել է խոշոր չափի կաշառք ստանալու համար, իսկ քաղաքացին կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Երկրորդ կոռուպցիոն դեպքը տեղի է ունեցել Ծալկայի համայնքում, որտեղ Սամեբա վարչական միավորի քաղաքապետի ներկայացուցիչը ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով։ Գրիգոր Լիլուաշվիլիի դատավարությունը հարձակնվել են Թբիլիսիի մանկապարտեզների գործակալության աշխատակիցներ։ Մեղադրանքի դրվագներից մեկի համաձայն Լիլուաշվիլին կաշառք ստանալու դիմաց պաշտպանություն է տրամադրել իր ընկերոջը Թբիլիսիի քաղաքապետարանի մանկապարտեզների կառավարման գործակալության նախկին տնօրեն Կախա Գվանցելաձեին, որը մանկապարտեզների գնման պայմանագիր կնքելու գործընթացում կաշառքի տեսքով առանձնապես խոշոր չափերի կաշառք է ստացել բիզնես սուբյեկտներից։ Պաշտպանական կողմը դիմում է պետական մեղադրյալի այս դիրքորոշմանը և ասում, որ Լիլուաշվիլին որևէ կապ չի ունեցել Կախա Գվանցելաձեի հետ։ Քաղաքային դատարանում տեղի ունեցել Բաչո Ախալայայի դատավարությունը, ուսումնասիրել են մեղադրանքի կողմի ապացույցները, հարձակնվել է գործով տուժող ճանաչված իրավապահ մարմնի աշխատակիցը, որը հիշել է հոկտեմբերի 4-ին նախագահական պալատի մոտ տեղի ունեցած իրադարձությունները։ Դատական նիստին ներկա է եղել նաև ինքը Ախալայան։ Այն անցկացել է փակ նիստում։ Բաչո Ախալայան մեղադրվում է հոկտեմբերի 4-ի գործով 225-րդ հոդվածի առաջին մասով, որը վերաբերում է խմբակային բռնության կազմակերպում և ղեկավարում։ Պատիժը նախատեսում է 9 տարի ժամկետով ազատազրկում։ Տիեզերական պատրիարք Բարթուղիմեոսը շնորհավորում է Շիո III-ին համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք ընտրվելու և գահակալության կապակցությամբ։ Մեծ ուրախությամբ ստացանք ձեր արժանի ընտրության լուրը որպես կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի հաջորդ, ով պայծառ և պատմական ծառայություն է մատուցել Վրաստանի արժանի եկեղեցուն և ողջ ուղղափառությանը։ Եղբայրական սիրով շնորհավորում ենք ձեզ և աղոթում, որ դուք ունենաք երկար, օրհնյալ և բեղմնավոր ղեկավարություն, Աստծո փառքի ձեր հավատացյալ հոտի բարօրության, վրաց ազգի խաղաղության և կայունության, ինչպես նաև մեզ և եկեղեցիների մյուս առաջնորդների հետ ներդաշնակ համագործակցության, ուղղափառ միասնության համագործակցության և աշխարհի առջև ընդհանուր ձայնի ամրապնդման համար, ասվում է տիեզերական պատրիարք Բարթուղիմեոսի շնորհավորական նամակում։ Քաղաքական սպեկտրը շնորհավորում է Շիո III-ին կաթողիկոս պատրիարք ընտրվելու կապակցությամբ։ Նրանք հույս են հայտնում, որ Շիո III-ը կկարողանա միավորել ազգը և ավելի ամրապնդել վրաց եկեղեցու դարավոր ավանդույթներն ու արժեքները։ Թբիլիսիի քաղաքապետարանը շարունակում է միկրո և միջին բիզնեսներին աջակցելու իր ֆինանսավորման ծրագիրը։ Դիմումները ընդունվում են այսօրվանից և ընդունելությունը կշարունակվի մինչև ամսվա վերջ։ Նպատակն է աջակցել և զարգացնել փոքր բիզնեսը։ Այսօրվա կառավարության նիստում քննարկվեց նաև առողջապահության ծրագիրը։ Մեկնարկվել է հատուկ գործողությունների ուժերի Տրոյական հետքեր 2026-ի բազմազգ զինավարժությունը։ Այս ցուցահանդես վարժանքը անցկացվում է Արևելյան Եվրոպայի երկրներում։ Տրոյական հետքեր 2026-ի շրջանակներում Վրաստանը հյուրընկալում է Սևծովյան 2026-ը, որը ներառում է ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային գործողություններ։
2026 թվականի հունվար-ապրիլին արտաքին առևտրաշրջանառությունը կազմում է 8 միլիարդ 132 միլիոն դոլար, ինչը 1,7% ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Դրանցից արտահանումը աճել է 21%, հասնելով 2 միլիարդ 440 միլիոն դոլարի, ներմուծումը նվազել է 5%, հասնելով 5 միլիարդ 692 միլիոն դոլարի։ Ուկրաինայում պատերազմի ավարտը մոտ է։ Վերջապես մենք կհասնենք համաձայնության Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Այս մասին ասել է Դոնալդ Թրամփը։ Լրագրողի հարցին, թե արդյոք նա կարող է ընթացիկ տարի այցելել Ռուսաստան, Թրամփը պատասխանել է՝ դրա համար անում է հնարավորինս ամեն ինչ։ Եվ երկրորդ հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի նախագահի և Պուտինի միջև կա որևէ համաձայնություն, որ Ռուսաստանը պետք է ստանա ամբողջ Դոնբասը, Թրամփը բացասական պատասխան է տվել։ Այսօր Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի դատարանը կհրապարակի իր որոշումը Ուկրաինայի նախագահի աշխատակցի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի գործով։ Երեկվա դատական նիստում որոշման հրապարակումը հետաձգվել է երկու պատճառով։ Պաշտպանության կողմի խոսքով գործը բաղկացած է 16 հատորից և փաստաբանները չեն կարողացել լիովին ծանոթանալ նյութերին։